Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանին միացնող ճանապարհը դիտում է ավելի լայն համատեքստում, քան այն կարող է վերաբերել միայն տրանսպորտային միջոցներին, այն ապագայում կարող է ծառայել մալուխների, նավթագազային խողովակաշարերի անցման համար։ Այդ մասին օգոստոսի 11-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նախիջևան կատարած այցի շրջանակում։ Ալիևը պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսելով թրիփ նախագծի մասին, որի համատեքստում քանիցս օգտագործել է Զանգեզուրի Միջանցք եզրույթը, մատնանշել է այդ ճանապարհով էլեկտրաէներգիա արտահանելու հեռանկարը, որը ըստ Ալիևի կարող է հասնել Եվրոպա։ Մենք ունենք պատրաստի նախագիծ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հիմնական մասից Նախիջևան էլեկտրահաղորդման գծերի անցկացման համար։ Հայաստանի տարածքում մեր մասնագետների ուսումնասիրության արդյունքում տեղորոշվել են այն կետերը, որտեղ պետք է տեղադրվեն էլեկտրական կայաններ։ Հուսով ենք հայաստանյան կողմը նույնպես չի ձգձգի այդ հարցը, նշել է Ալիևը։ Ես չեմ կարող այդ տեղեկությունը ոչ հաստատել, ոչ հերքել։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության падգամավոր Արման Եղոյանը օգոստոսի 12-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ադրբեջանցի մասնագետների հնարավոր այցի մասին Ալիևի խոսքերին, ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց տեղեկությունը, սակայն նման համագործակցության հնարավորությունը լիովին տրամաբանական համարեց։ Վերադառնալով էներգետիկ միջանցքի կառուցման մասին Ալիևի խոսքերին, նա հարցը կարևորել է նաև Հայաստանի համար, հաշվի առնելով Հայաստանի ատոմակայանի շուրջ քննարկումները։ Ատոմակայանի շահագործման ժամկետը չի կարող անվերջ երկարաձգվել, վաղ թե ուշ այն պետք է փակվի։ Բնականաբար, եթե այն փակվի, Հայաստանը ամբողջությամբ կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ Հետևաբար, այլընտրանքային աղբյուրի առկայությունը միայն օգուտ կբերի, ասել է Ալիևը։ Վերջինս ատոմակայանի գործունեության վերաբերյալ Ադրբեջանի եւ նաեւ Թուրքիայի անունից մտահոգություն հայտնելով թույլ է տվել փաստական սխալ, նշելով, թե այն չի կառավարվում Հայաստանի կողմից։ Իրականում այն կառավարում է Հայաստանը, ավելին, պաշտոնական Երևանը տևական ժամանակ է ակտիվ բանակցում է միջազգային դերակատարների հետ նոր ատոմակայանի կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի նախագահը հաղորդակցային կապուղիների հարցերի ֆոնին անդրադարձել է նաև Նախիջևանի երկաթուղային ցանցի արդիականացման խնդիրներին, որը ադրբեջանական հաշվարկներով թրիփի գործարկումից հետո պետք է ունենա տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռ սպասարկելու հնարավորություն։ Թեև Ալիևը պնդել է, որ Ադրբեջանը ի վիճակի է իր սեփական միջոցներով վերանորոգել Նախիջևանի երկաթուղային ցանցը, միևնույն ժամանակ Նախիջևանի քաղաքական նշանակության բարձրացման համար ակնարկել է միջազգային կոնսորցիումի ներգրավման մասին, մի պայմանով, որ դրա վերահսկիչ փաթեթը պետք է մնա Ադրբեջանին։ Ալիևի համոզմամբ արդեն իսկ կա հետաքրքրություն Եվրամիության եւ այլ դերակատարների կողմից։